Սա ինչ է նշանակում, որ երբ ԱՄՆ-ի այդ գեր դիրքը եւ իրենց հիմա Տրամփի քաղաքականությունն էլ է դրա համար փոխվել տնտեսական, նսեմացվել է եւ աշխարհը նույն Պարսկաստանը այլևս դոլարով առևտուր չեն անում, նրանք դրանից նախ խառնվում են իրար, երկրորդ զայրանում են եւ երրորդ սկսում են փորձում են ճանապարհներ գտնել իրենց գերակա դիրքը հաստատելու, հա? Եվ հերիք չի դրան էլ մի հատ էլ Իրանը ասում է, ես ատոմային տերություն եմ դառնալու, այդ իրենց շատ է մտահոգում եւ դրա համար քանի որ Տրամփի վարչակարգի վրա Իսրայելն էլ էլի ինչպես նախորդի ունի մեծ ազդեցություն, քանի որ ինչպես արդեն ասացինք արաբական աշխարհում այդ տարածաշրջանում Իսրայելին է վերապահված որոշիչ դերակատար լինելը, նրանք փորձելու են Իրանի վրա ճնշումներ գործադրել եւ թիվ 1 իրենց օրակարգն իրեն մասով հեղաշրջում անելը, հեղափոխություն կլինի, հեղաշրջում կլինի, իշխանափոխություն անելը։